Ինչպես ասում են, ֆիլմերում չեն լինում միջին անտագոնիստներ։ Նրանք կամ լինում են հիասքանչ լավը, կամ լինում են ահավոր վատը։ Այս թրիլերի շարքում միասին կքննարկենք մեր սիրելի ֆիլմերի զլոդեյներին։ Որպես առաջին ֆիլմ ես ընտրել եմ «Գառների լռություն» կամ նույն Մալչիանիի «Գնյատ» ֆիլմը։ Հաստացի ֆիլմը ունի երկու անտագոնիստ՝ արտաքինը Բիլ Բաֆելոն, ով ուղղակի չար եւ դաժան մարդասպան է, ընդամենը մի առանձնահատկությամբ, որ իր բոլոր զոհերի մաշկերը քերթում է։ Իսկ արդեն երկրորդ անտագոնիստը ազատազրկված դոկտոր Հանիբալ Լեկտերն է, ով ամբողջ ֆիլմը իր ուսերին դրած քաշ է տալիս։ Դոկտոր Հանիբալ Լեկտերը էսթետ մանիպուլյատոր է, ով կարողանում է խաղալ հանդիսատեսի զգացմունքների հետ։ Բացի դրանից լուրջ հոգեբան է ու մի փոքր էլ փիլիսոփա, ինչի շնորհիվ բոլոր դիալոգներում միշտ դոմինանտ դերում է։ Օգտագործելով իր բոլոր հմտությունները, նա կարողանում է իմանալ ՖԲՌ-ի ագենտի գլխավոր գաղտնիքը՝ իր մանկական տրավման։ Իսկ ֆիլմի վերջում մի հիասքանչ, դաժան եւ գեղեցիկ պլանի միջոցով փախչում է բանտից, նույնիսկ բեմադրելով սեփական մահը։ Իսկ վերջում Բիլ Բաֆելոյին գնահատում ենք 10-ից 4 բալ, քանի որ նա ընդամենը սովորական մարդասպան է, իսկ այ Հաննիբալ Լեկտերը անկրկնելի հանճար է, ինչի համար մենք նրան գնահատում ենք 10-ից 10 բալ։ Չմոռանաս կոմենտներում գրել, թե հաջորդը որ ֆիլմի անտագոնիստին վերլուծենք։ Շնորհակալություն։